Ես չեմ ուզում, որ ձեր տներից հանեն ու հետո ձեր տները բնակեցնեն ադրբեջանցիներով։ Սիրելի ընկերներ, թող փոքրիկ խմբակը բոլորից պատմի, հստակ թող ներկայացնի, երբ է եղել, երբ Ադրբեջանի առաջնորդը մի բան պահանջի ու Փաշինյանը չանի։ Այս հատվածը խնդրում եմ, որ բոլորս միջև վերջ դիտենք։ Mən bunu artıq Ես սա արդեն որոշ ժամանակ առաջ ասել եմ։ Մենք պետք է վերադառնանք մեր պատմական հողերը, ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով։ Եվ դա իրականացնելու համար իհարկե հիմնական պատասխանատվությունը դրված է պետության վրա, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների եւ միաժամանակ ադրբեջանցի գիտնականների վրա։ Ես գիտեմ եւ հետեւում եմ, որ այս ուղղությամբ ստեղծվել են բազմաթիվ գիտական աշխատություններ։ Հասկանում եք, չէ՞, որ քվեարկելով Փաշինյանին դուք ձայն եք տալու Ադրբեջանի առաջնորդին։ Համաձայնվելու եք այն գաղտնի պլանին, որ 300,000 ադրբեջանցիներ գան Հայաստան ու քո հետ ապրեն հավասարը հավասարի։ Արդյոք այդպես է լինելու։ Տեսնում եք, չէ՞, որ այսօր Արցախում հայկական հողում ապրում են միմիայն ադրբեջանցիներ, այնտեղ հայեր չկան, սիրելի ընկերներ, ընդհանրապես հայեր չկան։ Եվ դրա համար մեկ մեղավորը պատասխանատուն, կարծում եմ, փոքրիկ խմբակի ղեկավարն է, որը ի սկզբանե բոլորի ստում էր, իսկ հետո ուրիշ պատկերի առաջ կանգնեցրեց մեզ։